Ողջույն սիրելի քույր եղբայրներ եւ ովքեր որ կլսեն։ Ուզում եմ այսօր խոսել մի թեմայի մասին, որը շատ կարևոր է։ Դա մեր մտքի դաշտն է։ Միտքը, որ Աստված արարել է, այնտեղ հաղթանակներ դրսևորելու, գրանցելու և միաժամանակ նաև չարը փորձում է այդտեղ իր կեղտոտ ծրագրերը իրականացնի և ամեն բանից առաջ ամեն բան սկսում է մեր մտքում և իհարկե պետք է այդ ամեն ինչը ուսումնասիրվի Աստվածաշնչով, որպեսզի մենք կարողանանք հասկանալ, թե չարի ծրագիրը որն է, որտեղից է նա սկսում հարձակվել, որտեղ է տանում, որտեղ պետք է պաշտպանված լինենք։ Շատ կարևոր է մեր մտքի դաշտում մենք հստակ հաղթանակներ ունենանք և պաշտպանվածություն ունենանք։ Սատանան փորձում է մեր գլխում իր մտքերը տեղավորել և ովքեր որ հմուտ չեն այդ հարցում սխալվում են և արդեն ուշ է լինում իրանց համար այդ մտքերի հարցերը լուծելու։ Սատանայի գլխավոր պատերազմի դաշտը դա մտքի դաշտն է։ Նա չի կարող հարձակվել քո սրտի վրա, քո օրգանների վրա, քո տարածքների վրա, առաջի բանը, որ նա անում է, դա մտքի վրա հարձակումն է։ Ես դա պետք է շատ արագ ընկալենք, որտեղից եկավ այս միտքը և անգամ մի վայրկյանում պետք է այդ մտքերի հարցերը լուծես։ Եթե այդ մտքերի հարցերը չլուծես շատ արագորեն, դրանից հետո ավելի երկար ժամանակ կպահանջվի քեզանից և միգուցե արդեն վնասված լինես կամ վնաս կրած լինես, եթե դրանց հարցերը շուտ չլուծես։ Սատանան շատ հաճախ կարողանում է հոգու դաշտում ցանել նեգատիվ մտքեր։ Օրինակ, Աստվածաշնչում էլ է գրված, երբ որ քնած էի, թշնամի մարդը եկավ և որոմ ցանեց։ Երբ որ մենք քնած ենք, մի ժամանակ երազների դաշտում, չարը կարողանում է ցանել իր մեսիջը, իր որոշածը, իր ծրագրի սկզբնաղբյուրը, այն ամենը, ինչի վրա նա արդեն մեծ բան է կառուցել։ Եվ երբ որ դու այդ հարցերը լուծում ես այդ մտքերի հետ կապված, նրա բոլոր մնացած շինած գործիքը չի իրականանում։ Ցանել դա զգայականի վրա է, շնչի վրա։ Շնչի դաշտում, զգացմունքների դաշտում, երբ որ նա ցանում է վախ, տագնապ, եթե նկատած կլինեք, ես շատ հաճախ այս բաների համար կետ աղոթում եմ, քանի որ հայտնություն ունեմ և սրանց մեջ է մտնում վախը, տագնապը, անհիմն վախերը, որ վախ չկա, որտեղ վախ չկա, նրանք վախենում են գրված Աստվածաշնչում։ Եվ երրորդ կետը, կուզենամ նշումներ անեք, ովքեր որ ունեն խնդիրներ, այս հարցում, միգուցե քեզ թվա, թե ամեն ինչ լավ գիտես, բայց սատանան գող է, ավելի լավ է գրենք և անդրադառնանք այս ամեն ինչին։ Առաջինը դա քունն է, քնած ժամանակ է, և նկատած կլինեք, երբ որ քնից արթնանում ես, մի տեսակ տագնապ ես զգում, արթնացել ես ու տագնապ կա մեջդ, դա արդեն պետքա կանգնես աղոթքի, պետքա կանգնես ու քանդես ամեն չար սերմ, որ ցանվել է հոգու դաշտում, քո մտքի մեջ, քո զգացմունքների մեջ։ Եվ երկրորդը դա զգայականն է նաև, առանձին դա մի գլուխ է, որին այսօր կանդրադառնանք, եթե ժամանակ լինի։
եւ երրորդը դա ուրիշների միջոցով է մտքերը դրանք կարող են լինել մեր վրա վերադասված մարդիկ որոնք մեր վրա դրված են շատ հաճախ երեխաների կյանքում դրանք ծնողներն են որոնք որ վախացնում են երեխաներին որտեղ որ վախ չկա ուսուցիչներն են, որ դուք մարդ չեք դառնա, որ դու սա ես, նա ես, եւ դու անընդհատ այդ մտքերը տալիս առնում ես, ես իրոք հիմար եմ, թե ոչ, ես իրոք կարող եմ սովորել, թե ոչ, ես եւ նույն բանը ծնողներն են շատ հաճախ հակրկնում այս ամենը բժիշկները, որոնք որ միգուցե հիմնավորված ինչ իրենց այդ բժշկական իմաստության մեջ հիմնավորված միգուցե հա իրենց համար հիմնավորված նեգատիվ բաներ խոսելը, որը նույնպես մտքի վրա ատակ է բերում, հարձակում եւ չորրորդը դա քո անձնական վախերի փորձառությունն է երբ որ սատանան անընդհատ հիշացնում է քո ձախողումները քո վախերը քո անհաջող ձեռքբերումները եւ անընդհատ ասում է դա նորից կկրկնվի իմ կյանքում բազում անգամներ են եղել ես ինձ բռնացրել եմ այն որքան ես հղկված եմ այս ամենի մեջ բայց ես զգացել եմ որ կան բաներ որ շատ զգուշորեն ներթափանցում են, անգամ դու չես նկատում նրանց ներթափանցելը եւ վտանգի ժամանակ միայն հասկանում ես, որ դու խափնվել ես էլի Ես եղավ իմ կյանքում մի պահ, որ անընդհատ ինձ թվում էր մարդիկ ինձ չեն ուզում, իմ հետ չեն կարողանում աշխատել հոգևոր, հա, ծառայությունների մեջ եւ անընդհատ այս վախը հետևում էր ինձ, ասում էի հաջորդ նովա, ցավոք սրտի միշտ կրկնվում էր այս ամեն ինչը եւ միգուցե ես էի պատճառը, որ այդ մտքերին տեղ էի տվել ամեն 2 տարին մեկ, այսպես ու ես ինձ բռնացրել էի, հա, որ 2 տարին մեկ ինչ որ բան է կատարվում տարօրինակ հոգևոր դաշտում իմ կյանքում եւ մի անգամ նստած այդպես հաշվում էի, ասում էի, այս դեպքից հետո 2 տարին երբ է լրանում ու սենց ոնց որ ասած սպասելիքի մեջ ես ասացի ես քանդում եմ այս մտքերը, այս վախի մտքերը, այս չար բան պատահելու տագնապը, հա, ապագայի վրա մենք իրավունք չունենք վատ բան մտածել եւ ես որոշեցի դրանից հետո ընդհանրապես չանդրադառնամ հներն անցան, ահա ամեն բան նոր եմ ստեղծում Տերն ասեց հների վրա մենք չենք կարող ոչինչ կառուցել թեև հա կա ցիֆրաբանություն կա այդ ամեն ինչը կա ես հավատում եմ հա որ ինչ որ բաներ կա որ Աստված էլա ցիֆրերով հա թվանշաններով անում մեր Աստված ամենաուժեղ մաթեմատիկոսն է ինքը գիտի ինչի համար ինչին ինչա գումարել եւ ինչա նշանակում եւ ինչու համար ես դու այդ օրը ծնվել ինչի համար ես այսպիսին ինչի համար են այս ամենը կրկնվում քո կյանքում բայց մեզ տրված չի նման ձևով տագնապի մեջ մտնել եւ ապրել հապա Դավիթի պես նա վեր էր առնում իր դրական փորձառությունը հնի եւ ասում էր Արյուծին հաղթեցի, արջին հաղթեցի, ով այս անթլպատ փղշտացին, այսինքն անցյալի ձեռքբերումները, հաղթանակները բերել ապագա քո ներկան եւ ապագան ինչու չէ նաեւ, հա, եւ զորանալ մտքի դաշտում, հոգու դաշտում եւ դա բավական է, որ դու հաղթանակ ես Սա նույնպես մեր փորձառությունները, մեր ձախողումները կարող են մեր մտքում պարտություն բերել։ Միտքը հղիացնելով քո մեջ, որը կրկին կրկնվում է
ինչպես նաև կարան դա հիվանդությունները, կա, չէ, որ ասում են մեր ցեղի տղամարդիկ մինչև 50 տարեկան են ապրում, ինֆարկտից են գնում, այն մյուս ասում է մեր կանայք բաժանվում են, բոլորը բաժանված են, սա նույնպես ստագնապ առաջացնող բաներ է, որը մտքի դաշտից է սկսում եւ մեզ տրված չի նման ձևով մտածել։ Մենք պատվաստված ենք Հիսուսի վրա, ոչ թե մեր գեների վրա մնացինք, մենք պատվաստվեցինք այդ արմատին, որտեղից ջրեր են գալիս մեր Քրիստոսին, եւ այսօր դու կրում ես նրա դենան, նրա արյան հոսքը նաեւ շաղախված է մեր վրա, մեր արյան մեջ։ Նմանապես ձախողումները, հա, երբ որ ես նաև լսել եմ, որ ասում են, ինչ անում է, իր մոտ չի ստացվում։ Սրանք նեգատիվ բառեր են, կամ մենք հայերս շատ վատ բառակապակցություններ ունենք, ես երբեմն լսելուց անգամ սարսուռ անցնում իմ մեջով, որ օրինակ չեմ էլ ուզում կրկնեմ, իրոք այսօր մեկի հետ խոսում էի, ասեց թող Աստված ների ինձ, ասեց թաղեմ իրա տերը, որ ես եմ։ Ասի, բայց չի կարելի նման բան ասել, ասում, բայց ես ինձ եմ ասում, ասի, բայց դու ինձ իշխանություն ունես քո կյանքի վրա, Աստված է քեզ տվել եւ Աստված է քո կյանքը վերցնելու, կամ ինքը ինչ անում է, իր մոտ չի ստացվում, ձախողակի մեկն է։ Սրանք անեծքներ են, որոնք ապագայի, ներկայի եւ ապագայի վրա ուղղված են։ Փող դրամը, հա, փող չուներ իր հայրը, կամ ունենում են մեկա չի մնում, հա, այդ օրհնությունը կարծես այդ փլավ քամիկների նման, ասես ծորում գնում ատակից, սա նույնպես անեծք է, որը որ գենետիկորեն տրվել է, հա, բայց երբ որ մենք Աստծո վրա պատվաստվեցինք, այդ գեները այլևս մեր վրա իշխանություն չունեն եւ կգա այդ դևը պահանջելու, բայց դու պիտի դեմ կանգնես այդ մտքին, որի ետևը դև է կանգնած, ինքը եկել է իր բաժինը ստանալու, որովհետև օրենսդրորեն ինչ որ ժամանակ իրան տվել են այդ ամեն ինչը, հա, որ ինքը կարողանա գա եւ վերցնի, գա եւ իշխի, եւ դա միջև որ երրորդ սերունդը ինքը ունի հնարավորություն ի կատար ածելու բոլորի կյանքում, կամ քաղցկեղը, հա, որ կանայք կրծքի քաղցկեղ ունեն, շատ հաճախ նկատելի է, որ իրենց ցեղերի մեջ աղջիկների, մանավանդ կանանց մոտ հենց այդ տարիքում կրկնվում է, գեների մեջ ասա, հա, պետքա կանգնել եւ հրաժարվել այդ նեգատիվ գեներից եւ այդ դևերի ատականերից, որոնք որ իշխանություն ունեն ինչ որտեղ։ Ամենա այդ ճանաչված համարը կարդանք, որը որ մտքի հետ կապված է։ Մի նրբություն կա այդտեղ, ուզում եմ միասին կարդանք։ Հռոմեացիների 12:2-ը։ Եվ մի կերպարանափոխվեք այս աշխարհի կերպարանքով, այլ նորոգվեք ձեր մտքի նորոգությամբ, որ քննեք, թե ինչ է Աստծո կամքը բարի, հաճելի եւ կատարյալ, որտեւ Աստծո շնորհքովը, որ ինձ տրված է, ասում եմ ձեզ, ձեր ամենին, ամեն բան չմտածել նրանից ավելին, քան թե արժան է մտածել, այլ մտածել պարկեշտ, կենալ այնպես, ինչպես որ Աստված ամեն մեկին հավատքի չափով բաժանեց։ Գիտեք, շատ սիրված համար է սա, ես էլ եմ շատ սիրում ու շատ օգտվում եմ այս համարից, բայց այս համարը, որպես sense վերցնել առանձին, ինքը աղքատ կլինի, պետքա կարդաս ամբողջ գլուխը, որպեսզի հասկանաս Աստծո խորությունը, որ ուզում է ցույց տա այստեղ, երբ որ շարունակում ես հետևամասում, ամբողջ պարգևների մասին է խոսում,
եւ պարգևների հետ կապված, որ շատ սխալ էր հասկացված այն ժամանակ, հա, եւ Պողոս Առաքյալը փաստում այստեղ հասկացնում է իրանց, որ եթե մեկը մարգարեանում է, թող իր գլխից մեծ բաներ չմարգարեանա։ Դες ասում հավատքի չափով։ Էդ էլ, հա, որ ես շատ հաճախ այստեղ ասում եմ, մարգարեները իրար նման չեն, որտեվ ամեն մարգարե հավատքի չափ ունի եւ իմ հավատքի չափը քո հավատքի չափը չի։ Եթե ես եւ դու մարգարեուհի ենք, մենք էլի շատ տարբեր կարող ենք լինել։ Դրա համար Պողոս Առաքյալն ասում է, որ մի այդպես նմանակեք, եթե կարելի է ասել, Պողոսի միտքը ավելի բացահայտ, հա, ավելի պարզ։ Մխիթարողը թող մխիթարի, ոչ թե մարգարեանա կամ դևեր հանի, բաշխողը թող բաշխի, ջանքանողը ջանքանի, սերը առանց կեղծավորության լինի եւ այլն։ Շատ եմ սիրում այս համարը, որպեսզի մենք մեզ ստուգենք, արդյոք նախ որ պարգևի մեջ ենք մենք եւ արդյոք մենք գործում ենք ճշմարիտ, հա, մեր ներսի հետ համահունչ, այնպես ինչ չափով, որ մենք առել ենք Տիրոջից այս պահին, որովհետեւ ինքը կարա զարգանա, բայց այս պահին ինչ հավատքի չափ ունես եւ ինչ պարգևի մեջ ես գործում եւ հենց շատ հաճախ ես այսպես էլ կարդում եմ Աստվածաշունչը, հետևից գալիս եմ, դեմից հետև եմ գնում, որպեսզի հասկանամ, ինչի համար է օրինակ Պողոս Առաքյալը ասում, նորոգեք ձեր միտքը, հենց այս բաների համար է ասում, որ մեր միտքը նորոգված չլինի, խառնաշփոթ կլինի պարգևների մեջ, մենք կգործենք ոչ մեր տեղում եւ սա Իզաբելի ոգին է։ Երբ որ դու ասում ես, որ դու մարգարեուհի ես, բայց դու չես։ Երբ որ դու ասում ես, չգիտեմ, խոսքի ծառայող ես, հա, ուսուցիչ ես, բայց չես, որ կանչված ես երազների մեկնության մեջ ու դու երազներ ես մեկնում ու դա մի քաոս է։ Հասկանում ես, սա պետք է նախ Աստծո երկյուղը պետք է ունենա մարդ։ Երբ որ դու Աստծո երկյուղով ես ամենը անես, դու կլինես քո տեղում։ Եվ ամենայն սիրած մասը այստեղ նաև որ գրված է, որին շատ չեն անդրադառնում, այսպես ասում, արժան մտածեք այն չափով, որ կարելի է մտածել։ Մի րոպե։ Ամեն բան չմտածել նրանից ավելի, քան թե արժան է մտածել։ Գիտես, մենք սիրում ենք փիլիսոփայել, հա, վարդապետել, բայց արդյոք քեզ տրված է այդքան վարդապետել, որտեվ Հակոբոսի մեջ ասում է, ով շատ վարդապետող մի լինեք, դատաստանի առաջ եք կանգնելու, կամ ում շատ տվեցի նրանից շատ կպահանջեմ, հա, պետք է շատ զգույշ լինենք պարգևի մեջ, որովհետև ինչի համար ենք մենք ընդհանրապես ավելին ցույց տալիս մարդկանց։ Այդտեղ ինքնարժեքի խնդիր կա, դու ուզում ես քեզ բարձրացնել, բայց դու չես կարող արհեստական քեզ բարձրացնել, դա վտանգավոր է։ Այդտեղ կարաս դու դիվահարվես անգամ, որտեղ որ արհեստական ուռուցք կա, այդտեղ լրացվելու է դիվայնով, որովհետև Աստված արհեստական տեղերում չի բնակվում եւ այդտեղ արհեստական ինչ որ բան է գոյացել, դատարկություն եւ այդտեղ կարաս դու դիվահարվես, կարաս դու քեզ մարգարեուհի անվանես ու սկսես մարգարեանալ, բայց որը լինի դիվայն աղբյուրներից։ Դրա համար տուր այն չափով, որ ունես, ասում է Պողոս Առաքյալը, մարգարեն թող հավատքի չափով մարգարեանա։ Եվ այլն, ում որ հետաքրքիր է ընդհանրապես Հռոմեացիների 12-րդ գլուխը եւ խոսում է պարգևների նրբությունների մասին, շատ կարևոր է։ Եվ ես շատ հաճախ եմ ասել, այստեղ չի ասում Աստված իմ նորոգիր իմ միտքը, ոչ, այստեղ ասում է նորոգվեք ձեր մտքում,
Դուք ինքդ, դու պետք է անես սա։ Ինչպես ենք մենք նորոգում մեր միտքը։ Մեր միտքը նորոգվում է, երբ որ մենք Աստծո գիտությունով ենք լցնում մեզ։ Եփեսացիների մեջ է գրված, որ հագեք հավատքի սաղավարտ, փրկության սաղավարտը, որն է Աստծո հոգու սուրն է։ Այսինքն Եփեսացիների 6-ի 17-ում կարծեմ գրված, մի րոպե նայեմ, եկեք բացենք կամ միասին նայենք։ 17-ը, 6-17-ը, եւ փրկության սաղավարտը առեք եւ հոգու սուրը, որ Աստծո խոսքն է։ Այսինքն մենք միայն մեր փրկության սաղավարտը կարող ենք մեր պաշարը, սաղավարտը չգիտեմ, տեղյակ եք, մեր հայ առաքելական եկեղեցին շատ գեղեցիկ ունի սաղավարտներ, որոնք ոսկե թելերով ասեղնագործված են կամ արծաթե պատկերներով, այսպես դրվում է իրանց գլխին որպես օրինակ, հենց այս եփեսացիների սպառազինության օրինակը նրանք դնում են իրանց գլխին որպես փրկության խորհրդանիշ, Երկրորդ Կորինթացիների 15-ը, որը իմ շատ սիրած համարներից մեկն է, եկեք բացենք, Երկրորդ Կորինթացիների 15-ը, եւ ամեն բարձրություն, որ գոռոզանում է Աստծո գիտության դեմ, մենք գերի ենք բռնում ամեն միտք Քրիստոսին հնազանդեցնելու համար։ Նորից կարդամ, ամեն բարձրություն, որ գոռոզանում է Աստծո գիտության դեմ, մենք գերի ենք բռնում ամեն միտք Քրիստոսին հնազանդեցնելու համար։ Այսինքն մեզ իշխանություն է տրված մտքերը գերեվարել, բռնել, եւ նրանց դուրս շպրտել մեր մտքերից։ Այդ իշխանություն ունենք, դա պետքա մարմնավորել ես ամեն ինչը, որ հասկանալ, որ դու վերցնում ես եւ դուրս է շպրտում եւ այդ տեղը դատարկ է մնում։ Եվ ինչպես ասեցի, ամեն դատարկ տեղ պետքա լցվի ինչ որ բանով։ Եվ այդ ինչ որ բանի ամենաարդյունավետը կլինի, որ դու Աստծո խոսքով լցնես։ Եթե ոչ, այդ դատարկ տեղը սատանան նույնպես կգա ու կլցնի։ Եվ շատ հաճախ մենք շատ աշխատում ենք այդ պաշտպանվելու վրա։ Բայց երբ որ մեր միտքը սկսի զորանալ Աստծո խոսքով, եւ դու իմանաս ով ես դու Քրիստոսի մեջ, իր հաղթանակի մեջ, դու ով դարձար խաչելությունից հետո, հարությունից հետո, ով ես դու ոչ միայն կպաշտպանվես այդ մտքերից, այլ դու ինքդ կհարձակվես դիվային ուժերի վրա, դու ինքդ ուրիշներին կսովորեցնես, դու ինքդ կազատագրես, դու ինքդ գերի կվերցնես ոչ միայն քոնը, նաև ուրիշների մտքերը։ Ես այսօր տարիքով կիներ խոսում էի, այդ նախադասությունը, որ ասեց, իմ ներսից այնպիսի հանդիմանություն եկավ, ասի դու ով ես, որ դու քո կյանքի վրա խոսես, ես քանդում եմ քո խոսքերի զորությունը Հիսուսի անունով, դες մի սառած հայացք եւ ես հավատում եմ, որ դա դիվայն էր այդ հայացքը։ Դու ով դառար, ով մարդ, որ որոշես ապրես թե մեռնես, կամ մենակ դու ես իրա տերը, իրանց տերը մի քանի հոգի կարան լինեն, դու ով ես, որ ասես մեռնեն։ Մենք մեր հայերս բարկացած ժամանակ շատ անեծկոտ բերան ունենք, Տերը ողորմություն անի եւ մաքրի այդ բերանները, ծեփի, Պետրոս Արաքյանն ասում, ինչ գործ ունես իմ հետ, Հիսուսին ասում, ես շատ կեղտոտ բերան ունեմ։ Եվ Տերը մաքրի մեր ազգին, մեր հոգևորներից թող սկսի, իր տնից թող սկսի, մեր բերանները մաքուր լինի։
Եվ հանկարծ հա եթե ինչ որ բարկության ժամանակ բաներ ենք ասում, մտածեք, որ դա մտքի դաշտից է գալիս, այդտեղ արդեն հասունացրել է սատանան։ Եվ դու դրա հարցերը չես լուծել քո մեջ, որ զգացմունք ա դառել։ Եվ երբ որ դու փրկության սաղավարտը, եւ ինչի համար է փրկության կոչվում, հա? Փրկության սաղավարտը եկավ այն ժամանակ, երբ որ Քրիստոս խաչվեց, հարություն առավ եւ դու գիտես, որ դու փրկված ես։ Սատանան ինչ ստով էլ գա, դու պետքա փրկության սաղավարտով գոչես, ասես ես գիտեմ ով եմ ես Հիսուսի զավակն եմ, ես Աստծո որդին եմ, ես որդեգրված եմ, ես այլևս որբ չեմ, այստեղ այնտեղ թափառող, ես հայր ունեմ, ես Տեր ունեմ եւ հաղթահարես, հաղթանակես, հա, հոգևորում հռչակումներով։ Երբ որ մեր գլուխը լիքն է աստվածաշնչյան համարներով, սատանան անգամ չի փորձի քո վրա հարձակվել, իմանալով, որ անիմաստ կլինի նրա այդ ձախողում կկրի նրա բոլոր հարձակումները։ Բացի հսկելը, պաշտպանվելը, մենք պետք է այնքան զորավոր լինենք, որ կարողանանք Աստծո խոսքով կրակոտ այդ նետերը դուր շպրտել եւ ինքներս հարձակվենք այդ դիվային տարածքների վրա։ Երբ որ մենք մեր մտքում հարցերը չենք կարողանում լուծել, դրանք դառնում են զգացմունքներ։ Երբեք զգացմունքից սատանան չի սկսում։ Զգացմունքը արդեն, հա, միգուցե, հա, առավոտյան քնից արթնանա զգացմունք լինի, բայց դա արդեն ցանված է մտքի դաշտում։ Քնած ժամանակ ցանել է սատանան, ինչ որ բան, հա, միգուցե հա դու ինքը այնպես անի, որ դու հելնես ու չհիշես այդ երազը, այդ մղձավանջը, դա էլ է իր տակտիկաներից։ Եվ դու պետքա արթնանաս ու քանդես այդ զգացմունքը, բայց զգացմունքից առաջ մտքի դաշտում է լինում։ Եվ երբ որ դու արդեն զգացմունքի դաշտ ես հասել, դու արդեն պարտվել ես։ Դու արդեն իրան թույլ ես տվել մի մղոն ավել քո կյանքում գործի։ Եվ զգացմունքները դա վախն է, տագնապը, փոքր մտածելակերպը, ընկճախտները, դեպրեսիաները, հա, ինքնարժեքի հետ կապված խնդիրները, բոլոր տեսակ, հա, ձախողումները, այն ամեն ինչի մեջ որ նեգատիվ բան կա, դրա ետևում կանգնած է մտքերի ատական։ Գիտակցես թե չգիտակցես, օրինակ, հա, ես զգում եմ 1, 2, 3 նախադասություն մեկի հետ ես որ խոսում եմ, հասկանում եմ, այս մարդու միտքը վարժեցրած է, հոգևորների մասին եմ խոսում, թե ոչ։ Եվ հասկանում ես ինչ չափի այդ տվյալ անձի հետ դու կարող ես գործել։ Ամեն բան սկսում է մտքից։ Եվ ուզում եմ այստեղ մի պատմություն կարդամ, Ղուկասի հենց այստեղից էլ միտք եկավ, եթե անկեղծանամ, կարդում էի իմ համար սա, եւ Աստված դրեց սրտիս, որ այս քարոզը գրված է Ղուկասի 7:36-ից որոշակի համարներ եմ կարդալու, ամբողջը չեմ ուզում կարդամ, որպեսզի կարողանամ բուն միտքը փոխանցեմ, ինչը որ հոգին ուզում է։ Եվ որ փարիսեցիները մեկը աղաչեց Հիսուսին, որ գա իր տունը հաց ուտի, սեղան գցեցին, կերան, հա, գիտեք, եկավ այնտեղ այդ կինը, անուշահոտ յուղ էր բերել, որ օծի Հիսուսի ոտքերը։ Եվ լաց էր լինում, իր մազերով, արցունքներով լվացնում էր, մազերով չորացնում էր, գրված է 39-րդ համարը, ուզում եմ ուշադիր լինես, եթե նշում ես նշիր մոտակ։ Եվ փարիսեցիները, որ նրան կանչել էին, երբ որ տեսան, իրենց մտքում ասացին. սա եթե մարգար էր,
հա, անցյալ ժամանակով են ասում, ապա կգիտենար, թե ով է այս կինը, եւ նա որ իրեն մոտեցել է, որտեվ մեղավոր է։ Նայեք ինչ է ասում Հիսուսը, եւ Հիսուսը պատասխանեց եւ ասաց նրան. Սիմոն, մի բան ունեմ քեզ ասելու, նա էլ ասաց, ասա վարդապետ, ու հանդիմանում է, հա, չեմ ուզում այդ ամբողջը կարդամ, ովքեր ուզում են կարող են կարդալ։ Նայեք, հոգու դաշտում, որովհետև Քրիստոսը շատ զգայուն է, հա, Աստված լինելով հոգու դաշտում, ոնց որ դիվային ուժերը, այնպես էլ աստվածային հրեշտակները եւ հենց Աստված մտքի այդ ոնց ասեմ, միտք կարդալը, հա, հոգու այդ դաշտից միտք կարդալը իրանց մոտ շատ ուժեղ է, զարգացած։ Եվ Հիսուսը մի անգամից հասկացավ նրա միտքը։ Սա ինչի համար եմ, երբ որ ես կարդում էի, Աստված ասեց ուշադիր եղիր, ես ինչ ուշադիր եմ մտքին։ Եվ նույն ձև ուշադիր են մտքին նաև դևերը։ Եվ այդ ամեն ինչը սովորացնելուց հետո 49-րդ համարը նույնպես նշի մոտդ, եւ նրանց հետ սեղան նստողները սկսեցին իրենց մտքում ասել. Սա ով է, որ մեղքեր թողնի, երբ որ Հիսուսը այդ կնոջը ասեց, գնա քո մեղքերը թողված են, իրենց մտքում ասեցին։ Եվ Հիսուսը չի պատասխանում այստեղ, բայց գրված է, որովհետև կարդացվել է այս մտքերը։ Եվ ես ուզում եմ այստեղ մի փոքր ուշադիր լինենք, որովհետև մեր մտքերը լսվում են հոգու դաշտում։ Ամեն միտք, որ քո գլխի մեջ գալիս է, դիվային աշխարհից, հա, դրա ետևը կանգնած են դևեր եւ իրանք չեն հեռանում։ Ես ինձ այդ դասը շատ լավ եմ սովորեցրել։ Իրենք կանգնում են այդտեղ ու նայում են քո ռեակցիան։ Դու ինչ պիտի անես։ Դու ասում ես քանդում եմ, դուրս եմ շպրտում, գերի եմ վերցնում եւ դուրս եմ շպրտում, թե գալիս է զգացմունքը, որը դևերը զգում են դա, հա, նաև քո զգացմունքները, մտքերը նրանք շատ արագորեն ըմբռնում են դա եւ սկսում են հաջորդ իրանց քայլ անել, որը պլանավորած է, քույրեր ջան։ Չկասկածեք նրանց հմտության վրա։ Նա ստախոսա ստի հայրն է եւ փորձառություն ունի, չգիտեմ 6000 տարի են ասում, ինչքան տարի են ասում, ինքը բացի այս աշխարհի վրա լինելուց ինքը նաև հրեշտակապետ է եղել, չգիտեմ քանի մեր հաշվարկներով ինչ տարիքի է, դա կարևոր չի, բայց հստակ կարող եմ ասել, որ ինքը շատ իմաստուն է, շատ գաղտնիքներ գիտի, քան մենք, ինքը ավելին գիտի, քան մենք, որովհետև մենք ծույլ ենք, հոգևորները ծույլ են շատ, հոգու դաշտի գաղտնիքները սովորելու մեջ, եւ ինքը շատ հմտորեն կարողանում է խաբել, եթե ուշադիր չլինես, եւ այդ զգացմունքները նկատելով ինքը անցնում է հաջորդ իրենց պլանավորած։ Չգիտեմ, նկատած կլինեք, եղել են, հա, սոցիալներ, որոնք տեսիլքներ են տեսել, ինչպես դիվային ուժերը նստած, հա, դժոխքում պլաններ են կազմում ծառայողների վրա, ինչպես հարձակվեն։ Այից B իրանք կազմել են ծրագրեր, որ մտքից կսկսենք եւ կգնանք զգացմունք։ Զգացմունքից հետո գալիս է սրտի մեջ, հա, զգացմունքը սրտի մեջ առաջանում եւ ինչ ա գրված սրտից խոսում է լեզուն ավելցուկ եւ երբ որ դու սկսում ես խոսալ, խոսքերը զորություն ունեն մի այլ ձևի, եթե Տերը կամենա այսօր դրան հասնենք, խոսենք այդ թեմայով էլ, այս 3 ճյուղերը, որին որ Տերն ինձ ասեց այսօր անդրադառնամ, միտք, զգացմունք, շունչ եւ բառեր։ Այս ամեն ինչից հետո ինքը ունի դոստուփ, հա,
լեգալ քո կյանքի վրա հարձակվելու, որովհետև դու խոսել ես, դու թույլատրություն ես տվել։ Եվ իրենց մտքում ասում եմ մտածեցին եւ Հիսուսը լսեց, եւ դու քո մտքում մտածում ես եւ Հիսուսը լսում է։ Մեր մտքերը սկսում են համագործակցել հոգևոր աշխարհի հետ։ Շատերը մտածում են աղոթքն է համագործակցում, բայց աղոթքից առաջ, միջև ինչպես նոր բացատրեցի, միջև խոսքին հասնելը մտքի դաշտն է ամենակարևորը, զգացմունքները։ Կարող ես գրել։ Մեր մտքերը համագործակցում են նրանց համարժեք դիվային կամ հրեշտակներ կամ Աստված ուժերի հետ։ Դրանից հետո են նրանք դառնում բառեր։ Երբ որ Հիսուսն ասեց, որ ես ոչինչ չեմ անում եւ եթե չտեսնեմ հորը անելուց, սա նույնպես այն 2009-10 թվականներին իմ ամենամեծ հայտնություններից մեկն էր եւ դարձավ ձևաչափը իմ համար դրանից այն կողմ աղոթք չկա եւ որն էր որ Հիսուսի աղոթքը սա կրոնը ջախջախող բանաձև է մենք ոչինչ չենք անում, ոչինչ չենք աղոթում, եթե չտեսնենք հորը աղոթելուց։ Ամենաարդյունավետ աղոթքը դա հորից լսած աղոթքն է։ Երբ որ դու հոգու դաշտում երկրպագում ես, մտնում ես նրա ներկայության մեջ եւ կարողանում ես վերցնել այն ամենը, ինչի համար, ինչը ինքը արդեն պատրաստել է։ Եվ սա նույնպես մի րոպե աշխարհքի համար շատ ջանք է։ Այո, այսպես եմ գրել. կատարված աշխատանքի համար շատ ջանք պետք չէ անել։ Սա էլ իմ համար բանաձև է։ Այն ինչ որ Աստված արդեն երկնավորներում արել է քո համար, դու դրա համար պետք չի ծոմեր պահես, կոտորես քեզ։ Այսինքն դառնամ նորից թեմային։ Քրիստոսի նման նա մտքի դաշտում հափշտակվում էր երրորդ երկինք, հոր հետ հաղորդակցվում էր, տեսնում էր ինչ է Հերը ասում այս հիվանդության համար, ինչ է Հերն ասում, գնա թե չգնա Մարթայի ու Մարիամի եղբորը հարություն տա, չէ, մի գնա, 4 օր մնա, ասեց Հայրը, ինքն է մնաց։ Գեթսեմանիում հաղորդակցվեց, այլակերպության ժամանակ ամբողջ գիշերներն էր հաղորդակցվում։ Ինչ էր անում, նա լսում էր հորից, մտքի դաշտում, հոգու հափշտակության մեջ, ինչ անի եւ հիշեք այս խոսքը, որը իմ համար շատ կարևոր է, մտածեք կարելիի չափով։ Չի կարելի մտածել սահմանվածից ավելին։ Արին իշխանություն տրված չէ քեզ վրա հարձակվելու քո կարողությունից առավել։ Նաև մտքի դաշտում նրան իշխանություն տրված չի, հա, ավելի մեծ բաներ բերել քո կյանք, քան թե դու կարող ես դրա դեմ պատերազմել, սա աստվածային որոշումն է, հա, իրա ու սատանայի միջև որոշումն է, որ չի կարելի հարձակվի այն չափով, որը որ չունի այդ մարդը։ Մտքի դաշտից է սկսում, կրկին եմ ասում այս ամեն ինչը, բայց կարա նաև գենետիկ լինի։ Հետևաբար դու ունես ամեն հոգևոր պաշար քո բնության մեջ հաղթահարելու այն ամենը, որ կպատահի քեզ հետ։ Այդ պաշարը քո մեջ կա, որովհետև քո չափով է քո փորձությունը։ Աստված գիտի, որ դու այդ հոգևոր պաշարը ունես, պաշտպանվելու, հարձակվելու, հռչակելու, մտքում հաղթելու։ Դու մենակ չես այդ ժամանակ, Աստված գիտի ամեն քո կարողությունը։ Եթե չգան փորձություններ, մենք դու կամ չես կարող առաջ շարժվել, կդոփաս նույն տեղում։ Եթե փորձություններ չգան, մենք երբևէ չենք գնա
Փառքից փառք, զորությունից զորություն, որ այդքան սիրում ենք հռչակել, հա։ Երբ որ դու սենց համարձակ, ուրախ, զվարթ ասում ես Տեր, տար ինձ փառքից փառք, զորությունից զորություն, մտածի, որ դա կարա մեծ փորձությունների մեջ քեզ գցի։ Դա այսպես մատի ճտոցով չի տրվելու քեզ։ Դրա համար գին է պետք վճարել, եթե զորություն ես ուզում։ Եթե ուզում ես շարժվես ու փառքը շարժվի Տիրոջ ավելիով, կներեք, սրա համար գին է պետք վճարել։ Աստված սովորացնում է եւ վարժեցնում է Սաղմոսների մեջ ագրված մեր մատները պատերազմի։ Դու երբեք չես կարող իմանալ վարժված ես թե չէ, եթե չգնաս պատերազմի։ Դու չես իմանա քո զենքերը գործում են թե ոչ, եթե դու չփորձարկես այդ զենքերը։ Ինչպես մենք ունեինք Իսկանդար, բայց չգիտեինք այդ Իսկանդարը աշխատում է թե չի աշխատում, մինչև չեկավ այդ պահը դաժան։ Եվ դու նույնպես Դու միգուցե շատ բաներ խոսաս, իմանաս, անես, չանես, ասելու մակարդակի վրա, բայց երբ որ դժվարությունը գալիս է, դու ուզում ես օգտագործես զենքդ, կրակելու ձևը չգիտես, պատրոններ չկան, սուրը թանում ես մատերդ ես փրթրտում, եւ այլն, բառերը չգիտես, որ բառերը օգտագործես այդ տվյալ պահի համար։ Եվ հենց այդ սխալ տկար իրավիճակներին նայելով Աստված թույլ է տալիս, որպեսզի մենք հմտանանք, մեր մատները պատերազմի պատրաստի, եւ դա սկսում է մտքի դաշտից։ Մեր պատերազմի դաշտը, մտքի դաշտն է, Ջոյս Մայերը շատ լավ գիրք ունի մտքի դաշտի մասին, որ պատերազմի դաշտն է դա։ Եվ դրսևորելու քո կարողությունները, քո զենքերը, քո օծությունը, քո իշխանությունը, դա թույլ է տալիս քեզ, որպեսզի բարձրանաս հաջորդ մակարդակ բարձրունքներին, որտեղ որ դու կլինես որոշակի ժամանակ քո հաղթության, փառքի, զորության ընթացքի մեջ, օծության մեջ, մինչև կգա նորից մի ընթաց, որ Աստված կուզենա մեկ այլ մակարդակ բարձրացնել։ Ես չեմ ասում բոլորի կյանքում նման ձևով ա գործում, կան ծույլ հոգևորներ, որոնք որ ծույլ են, հա, եւ Աստված ասում է, ես ձեզանից շատ բան չեմ պահանջի, որովհետեւ չունեիք այդ խորությունը։ Եվ նրանց վարձքն էլ քիչ է լինելու, նրանք շատերը միգուցե, որ ասում է կրակով կփրկվեն, այրվելով, հա, նրանց պատմուճանից ասում է հոտ կգա խանձվածի, ոմանք այդպես պլստալով են մտնելու երկինք, բայց նրանք, ովքեր որ գին են վճարում, նրանց վարձքը մեծ է լինելու եւ երկնքում եւ երկրի վրա, հա, եւ հոգիների այդ փրկության, այդ շահելը հոգիներին, այդ ուրախությունը ամեն բան արժի, ամեն բան։ Եթե հոգևորը մտքում հաղթող լինի, ինչ փորձություն էլ գա հոբի նման, մեկ այնքը թափ կտա կկանգնի, Տիրոջմով կկանգնի։ Անգամ հա հոբը կորուստներ կրեց, իրա 7 զավակները մահացան, բայց ինքը կանգնեց, ուրախացավ, վերածնվեց, ունեցավ նոր օրհնված ընտանիք եւ հարստություն եւ մարմին, փառք Տիրոջը, սա մեր Աստվածն է, վերականգնում է նրանց, ովքեր որ մտքի պաշար ունեն, հղկված միտք։ Հայր, շնորհակալ եմ այս խոսքիդ համար, ես օրհնում եմ մեր միտքը, օրհնում եմ Տեր, քո խոսքի զորության շտեմարանները թող լցվի մեր մտքի մեջ, Տեր, եւ զորացնի մեզ։ Անգլերեն մի լավ խոսք է, I know who I am, ես գիտեմ ով եմ ես, I know who I am,
եւ այդ ճանաչելիությունը գա Տեր, ով ենք մենք քո մեջ, մենք քո նման որդիներ ենք, դու անգամ Սաղմոսների մեջ ասեցիր փոքրիկ աստվածներ եք դուք, Տեր խնդրում եմ, որ բացես մեզ, ով ենք մենք եւ ինչ իշխանություն ա դրված մեզ վրա, եւ ինչ հարստություն, եւ ինչ զորություն, ինչ փառք, ինչ գիտելիքներ, ինչ հմտություն, Տեր, ցույց տուր, վարժեցրու, Տեր, կամքիդ համաձայն, պահիր չար փորձություններից մեզ, Տեր, եւ մեր կողքին եղիր միշտ, Տեր։ Շնորհակալ եմ այսօրվա համար, շնորհակալ եմ այս խմբի համար, Տեր, օրհնիր ամեն մեկին, Տեր, վարժված մտքով լինենք, սպառազինված, Տեր, ոչ միայն սաղավարտով փրկության, այլ նաև մնացած սպառազինությունով, որ կարողանանք կանգնել չարի կրակոտ նետերի դեմ եւ ոչ միայն պաշտպանվենք, այլ հաղթանակենք, հաղթահարենք, խավարից վերցնենք, նաև հափշտակենք, Տեր։ Շնորհակալ եմ քեզանից այս խմբի համար, այս քույրերի համար։ Թող փառավորվես Հայր, Որդի եւ Սուրբ Հոգի։ Ալելույա, ամեն։